Մեզ մոտ հաջորդ օրն է, շարունակում ենք վլոգը, երեխեքին ուղարկել եմ դպրոց, մանկապարտեզ, տանգործել արել եմ, հիմա անցնում ենք գրեմի պատրաստմանը։ Սառնարանից հանել էի առավոտյան, երեխեքին որ ճանապարհում էի, հանեցի, որ տան ջերմաստիճանի լինեն, ու ամենակարևորը նույն ջերմաստիճան լինեն, մի փոքր սառը կամ տաք լինում մեկը մյուսից, միանգամից կտրվում է։ Ինձ մոտ էլ այդ է պարտադիր պայմանը։ Ամպերն պետք է միշտ կտրվի։ Ասեցի միջև քսելը ձեզ ցույց տամ բիսկվիթի նրբությունը։ Ձայնը չգիտեմ կլսվի թե չէ, բայց իր այդ նրբությունը դեմար իրան ես չեմ թրջել ոչ մի բանով։ Երբ ասենց թույլ խմոր եմ անում բիսկվիթի, ասենց թեթև շատ փխրուն ու թեթև բիսկվիթ եմ ստանում, երբեք իրան չեմ թրջում, որտեվ կարիքը չկա։ Ես պատկերացին ինչքան նուրբ ու փափուկ թեթև բիսկվիթ է այս տարբերակով ստացվում, երբ որ ալյուրը այդքան էլ շատ չեք անում։ Բայց ես իրան ոչ մի բանով չեմ թրջելու։ Գրեմ արդեն պատրաստեմ, մացին սկսելու։ Սկսում եմ արդեն ձևավորել, ինձ թվում է հերիք կլինի, եթե չերիքի նորից կկտրեմ, օգտագործեցի ընդհանուր 12 հատ լիստ։ Սկսեցինք մեր ձևավորել, առաջ անգամ այս թղթերով աշխատում։ Կտրել ասեմ, որ մեկը ծուր ստացվավ, մեկը նորմալ, չնայած որ ամեն ինչը հաշվարկով այդ հանունով, խոսքով գծելով, բայց մեկանի ինչ-որ մի բան այն չի ստացվում։ Շատ նույնիսկ ինձ թվում է ինչ-որ անհավասարություն է։ Անցան գործը։ Այստեղ աբսոլյուտներ են բերել, թրջելու ենք ու անբացում։ Կացից դուս արանը ինքան կետավ, սենց վերջին ենք հեսել, սում եմ արանը հրիք հաուտ ես նորը չեմ կետել, դու ոնց հաուտում եսը չեմ ես գոյին, անհա, ուղակի ուտելու թուղտել, անհա, առանց համի որևից ինչ-որ մի բան է։ Это чипсы без ничего. Без вкуса, да, ես կասից։ Բայց չես մենք ալմիկ չեմ ուզում թազա կտրեն։ Ես։ Վերջես ատենան ինչ-որ բաց տեղեր կա, կավելացնել կամ սենց կթողնեմ։ Вот такое. Не, не цуцин թնես։ Մատկիս պետքա տուն բերեմ, տուն բերելու ժամանակն է գնամ գամ ու մի քանի շտկումներ կանելու դա էլ անեմ և վերջ։ Առաջանկով համար ինձ թվում է նորմալ է։ Ինձ չստացություն ծորով ես է ուզում, բայց համեմատաբար լավ է կարող ավելի բաց լինել։ Մի խոսքով գնամ հիմա տան եմ դնում ես սառնարանում, գնամ տղուս բերեմ ու շարունակեմ։ Մատկին Կապացից վեկալեցի ես ամուսնուսը հեծանեխպի վրա դնելու համար թեղախոսով կարանկանա տնի ես վիճակում է սնենք ինձա Помоги ходить. ինչ եմ պացիր է Они сказали, что есть. անգլերեն տարբերակը
Happy birthday։ Ռուսերենը չուզեցի։ Եթե հայերեն տարբերակ լիներ, անպայման հայերեն միանշանակ կվեկալ է, բայց դե։ Նուրքը։ Շատ սիրուն է։ Այստեղ։ Սամրացնես։ Да не тут, мам. Իսկ ես որպես նվերա։ Պադարակ։ Շատ սիրուն ասես։ Հաթեթավորումը որ վերջն է։ Ավելի շատ երևի անկեղծ սրա վրա են գումար ծախսել, քան սրա։ Անկետ մատք գրեմը։ Где? Հա, գրեմից մնացին։ Մերը։ Это крем. Այստեղ արդեն հաջորդ օրն է առավոտ շուտ երեխեքին ուղարկեցինք դպրոց մանկապարտեզ, հիմա գնում եմ արդեն մազերս ներկեմ եւ մի փոքր էլ ասեմ կտրեն, հավասարեցնեն, այսինքն հիմա դո պոստլե կանենք, արդեն հաջորդ կադրում կտեսնեք ինչպես է ստացվել։ Իդեպ սկզբից ուրիշ ներկեին դրե կաշտան, ծոմնի կաշտան, եթե չեմ սխալվում, հետո խանութում տեսա, այս տարբերակը հավանեցի, այս վեկալեցի, ինձ թվում է, որ նման կլինի իմ առաջվա մազերի գույնին։ Չորքիս ես ինքս կտրեցի, այնտեղ չասեցի, որ կտրեն, որովհետև ես մի քիչ ուրիշ ձև եմ կտրում, ասեցի ես կգամ տուն, նոր կանեմ։ Սկիզբը իմ համար շատ խորթ է, այստեղ նույնիսկ աշկիս բոլտոյի գույն է, թվում ամուսնուս ասում եմ, իմ մազերի գույնը չի, այստեղ բոլտոյի ասում հանգստացի քո մազերից է, նույնիսկ ավելի սիրուն գույնն է։ Հասկով այսպես ոնց է, բայց հիմա արդեն հասկանում եմ, որ նման է մազերից գույն, շատ ինչ-որ փոփոխություն չկա։ Ու ավելի սիրուն է, ոնց որ ամուսնուս ասում ես ավելի սիրուն է, քան քո առաջվա մազերի գույնը։ Տարբերվում է մի քիչ որ արևի տակ կանգնեմ, մի քիչ ուրիշ գույն է, բայց նենց ոնց որ իմ մազերի գույնը լինի։ Եվ ասեցի, որ հավասարցնեն։ Այնտեղ ասեցի, մի փոքր շատ կտրեմ, որ հավասարվի։ Մի խոսքով ցել այսպես։ Լուսավ ուստեղ եմ ասում գտնում, որ ավելի լավ ցտան։ Ոնց որ գտանք մի հատ լուսավ ուստեղ, ասենց ավելի մոտիկից ցույց տամ։ Սա էլ նոր եղավ, մի ժամ առաջ։ Գոյան տերմին եմ, ասենց դուց է վերջ։ Գնա մի քիչ էլ շպարվեմ, ասում գնաց երեխեքին բերի, արդեն մատքս մանկապարտեզից գամ։ Всё, գնամ շպարվեմ, հա, ին յոմն սկսեմ։ Այսօր կեսով ես բերեց, անկախ նրանից ես խմորեղեն ծնձան թխելու եմ կամ ես գնդելու եմ թե չեմ, անպայման ավանդույթ է այդ մեր տանը, որ կեսոս միշտ ինքն է տորտ գնում, սնեմ ռեսինը մելինը։ Եվ այսնակ էլի ավանդույթ դարձեց օծանելիք։ Ես կեսարի շնորհիվ օծանելիքների կոլեկցիան չտեղ հավաքել եմ իր հասա։ Սատանեմ սառնարանը ու գնամ շպարվեմ ու եղունների սկսեմ։ Ма, я и типа любовь. Ես գրել Да. դինեմ։ Դա հետո կարդա։ Я тебе с Ինք իրա գրածը չի ճանաչում։ Սա էր արամը, որ չէր կարողանում կարդալ նենց ցագը, որ ինք իրա ձեռագիրը չէր կարում հասկանալ։ Հասկանալ, սարամիկի կողմից է, սենց փաթեթավոր է, այստեղ է տեղավորել։ Սա էլ արդեն Լուսինեն է գտվել։ Գիտի, որ ռոզվի գույնը շատ եմ սիրում, վարդագույնի սիրահար եմ։ От Лусины мама. Инча говорят, мама как пуговица, на них все держится. Сколько часов кстати говорим, вот они пахем. К нам минус голцевис. Не надо. Давай, ախպերս։ Это мама. Այս լույսու պայծառորով։ Давайте. Мама, желаю счастья, здоровья, чтобы ты оставалась всегда такой счастливой и такой красивой. Молодой.
чтобы молодой и чтобы редко болела. В смысле, то есть она будет болеть, но редко? Тогда не будет болеть. Все, хорошо. Стоп, нет. И чтобы ты жила долго и счастливо. Всё. Это так мало, что ли? Ой, мама, ты меньше меня. Ты видел все, что я сказал? Повтори. Да. Повтори. Давай, теперь Арами. Мама, я тебе желаю счастья, здоровья, чтобы ты была богатой и у тебя новая машина была. Была молодой. Опринтер, И красивой. Это чтобы еще чтобы ты получила наконец-то права. Да блин, я хотела сказать, наконец-то права. Тебе папа даст все свои сбережения, деньги, которые он хранил, и ты тебе купишь Lamborghini. Папа, ты хранитель деньги у нас? Считай, деньги у вас. Всё, Пусть сама копит и купит. Խմորեղենին մենք ես արդեն հասցրեցինք ուտենք, քանի որ անձրև եկավ ու երկու ժամ սպասեցինք անձրևը դադարեց, նոր հրացինք խորովածքային ես ման փչեցինք, կերանք մա մյուս տորթի հասնա, բայց սրանից չէ, չգիտեմ գնաց սպասում ենք ասյուն Կարող կամ էլ զանգել են իրան, ես չիմացի իրան զանգել են, թե չէ, չգիտեմ։ Հեսա կգա։ Հա, հեսա կգա կտենանք։ Սպասենք ամուսնուս, նոր են իս տորթը։ Հնենք ես տանեմ։ Днем рождения, мама! Мама, а вот это трогаю медведя. Это котенок. Еще один котенок. У нас два котенка. О, блин! Давай, закрывайте, я плюс. Ты еще бомбу. Все, с днем рождения. Арам, не будешь петь? Давай. Нормально. Ага. Очень сладкий, мама, кусок. Она не дизится. Сильненький. Հաջորդ օրն է, հիմա ծաղիկներս բերեմ, մենք արդեն ջրի մեջ է դրած, ուղղակի քանդեմ, ես սիրում, որ մեկ կամ մաքսիմում 2 օր այս վիճակում մնա, հետո քանդում եմ, սենց էլ եմ շատ սիրում, ուղղակի ծաղիկները, որ ավելի երկար մնան, ավելի թարմ վիճակում մնան, պետք է մի քիչ ազատություն իրենց տանք, անդադ գտնենք, ոսկով դրա համար հեսա իրանք քանդեմ, ու տեղափոխենք իմ սարքած չակետավոր ծաղկամանի մեջ, սպես մարդը իրանով վար է, ես իմ խաղալիքը, մարդը իրանով վար է, դրելա կողքը, լուտվի մանայմ, ես պապիկի տվածն էլա վեր է կողքը դրել, լուսինեին, որ կեսարս ծնջանով նվեր տվել, սա է դրելա կողքում, մուլտիկոներ են տղել, հա, մամայի գանի, քոննա էդի, հա, դա, հա, դվա կաճոնակ ու տիպա բուջետ, իրան չուարկեցի մանկապարտես, քանի որ երեկոյան, դու կգնաս մենակով տուալետ, իրար հետ տվեր, մարդքին չուարկեցի մանկապարտես, որ երեկոյան հանգիստ պատրաստվենք և չմտածեմ մարդքին մանկապարտեսից տուն բերելու համար, միայն դպոցականներս են գնացել,
դպլոց մարդկս տուննա։ Ինչ ցիլում։ Իրենք всё, դասավորենք տա։ Դրեցի ջրի մեջ։ Ես սրանք իդեպ չեմ գցում, աշխատում եմ նենց անեմ, որ շատ ունեցված չլինի։ Ուղղակի սավելոթներն եմ գցում, որտեղ սավելոթներն եմ հավացնում, ու ես պահում եմ, ինձ մեկ պետք է գալի խմորեղենների հետ կապված, նաև մեկ այլ բացի խմորեղենից, նաև ձևավորումների հետ կապված, սրանք դեն չեմ ուտում, պահում եմ։ Սերմ է, ցավիկներ։ Ես տեղի մամա խոսում եմ, Լուսան ասում եմ, վիդեոն չես միացրել։ Լսա, դու դելես։ Մենք պատրաստ ենք, գնում ենք ծնունդին։ Սպասում ենք ասում գա ու գնանք։ Մարտին է ցույց տալիս, Լուսան ասում է կամերան չես միացրել։ Մայ, գնում են նայ։ Անցած վլոգում արդեն նշել է, որ ամուսնուս ընկերոջ ծնունդին ենք հրավիրված, այն էլ անակնկալ ծնունդի եղբայրներ կազմակերպե, մտքի նույնիսկ ծայրով չեր անցել, որ իրեն այստեղ լիքը մարդիկ են սպասում, որ շնորհավորեն իր ծնունդը։ Մի խոսքով շատ բովանդակալից հաճելի երեկո ունեցանք, իհարկե ոչ մի խնջույք չի կարող անցնել առանց մեր հայկական ավանդական քոչարի։ Առանց դրա խնջույքը լիարժեք չի լինի։ Այստեղ կփորձեմ երաժշտությունը չանջատել, պարզապես մի փոքր կկամանցացնեմ, որ հեղինակային իրավունքները չխախտեմ։ Երեխեքի համար առանձին սեղանա, իրանց սիրելի նագենց, սիրնիկի, մի խոսքով, երեխները հիմա սենց դրած գնում գալի ուտում են։ Այստեղ ինչպես տեսնում եք, մարդկս փորձում է DJ-ություն անի, բայց ինչ-որ չի ստացում, երեխուս մոտ բոյը չի հերիքում, մի խոսքով եկեք այստեղից, այս գեղեցիկ կադրից ձեզ հաջողություն ասեմ, մնացեք լավ, եղեք բարի, միշտ շպտացեք, կհանդիպենք մյուս վլոգներում, պակա-պակա։